Ռուսաստանն ու Ուկրաինան օդային դաժան մարտեր են մղում։ Կիևին Մոսկվայի հասցրած հարվածից հետո առավոտյան Ուկրաինան մահացու հարձակում է իրականացրել Բելգորոդի մարզի Գրայվորոն քաղաքի վրա։ Մեկ մարդ է զոհվել։ Մարզում էներգետիկ ենթակառուցվածքներ են վնասվել։ Բելգորոդ քաղաքում խափանվել են հոսանքի ու ջրի մատակարարումները։ Ուկրաինական հրթիռների տակ է եղել նաև Բրյանսկը։ Այնտեղ եւս մեկ զոհ կա։ Ռուսական բնակավայրերի վրա ուկրաինական օդուժի հարձակումից առաջ Կիևն ու հարակից 50 շրջաններն էին ցնցվել ռուսական բալիստիկ եւ գերձայնային հրթիռների հարվածներից։ 4 զոհի ու մոտ 100 վիրավորի մասին է հայտնել Ուկրաինայի նախագահը։ 4-ամյա պատերազմի ընթացքում Մոսկվան երրորդ անգամ է օրեշնիկ բալիստիկ հրթիռ կիրառել։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Կիևին հարվածել են նաև կինժալ, Իսկանդեր բալիստիկ եւ գերձայնային ցիրկոն հրթիռներով։ Եվրոպացի առաջնորդները դատապարտել են Ռուսաստանին։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կարծում է, որ Ռուսաստանը հարվածում է քաղաքացիական բնակչությանը, որովհետև հայտնվել է ագրեսիվ պատերազմի փակուղում։ Օրեշնիկի օգտագործումը անխուհեմ սրացում է անվանել Գերմանիայի կանցլերը։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի խոսքով, քաղաքական վախեցնող մարտավարություն է ընտրել Մոսկվան։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ի պաշտպանություն Կիևի խոստացել է շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա։ Մոսկվան պնդում է, որ իրենք Կիևի ռազմական օբյեկտներին են հարվածել, այդպես պատասխանելով ուրբաթ Ստարոբելսկ քաղաքում ուսանողական հանրակացարանի վրա ուկրաինական հարձակմանը, որի հետևանքով 21 մարդ է զոհվել։ Ուկրաինան հերքել էր քաղաքացիական անձանց թիրախավորելու Ռուսաստանի մեղադրանքները։ Պնդել իրենք հարվածել են անօդաչու թռչող սարքերի ռազմական ստորաբաժանման շտաբին։ Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ թաղամասերում դեռ չի հաջողվել մարել բռնկված հրդեհները։ Փլուզված շենքերում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Մարիամա Միրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։